Փաշինյանն ասում է, եթե ինքը չընտրվի սեպտեմբերին պատերազմ է լինելու, ինչ է նրա արածը, շանտաժ։ Պատերազմի աստված եկել է ու ուզում է ինչ-որ խաղաղության մասին խոսա։ Մի մարդու կառավարման օրոք եթե եղել է արդեն մոտավորապես 3-4 պատերազմ ու բավականին զոհերով, Սինգուս կարա մի մարդ ասենք ինչ-որ գառանտ կանգնի, որ ասենք խոսքի ասի ես չլեմ ավ սեպտեմբերին, կամ ինչու հենց սեպտեմբերին, ինչու շեշտը դնում սեպտեմբերի վրա։ Հարց չի առաջանում բոլորին։ Դե որովհետև սեպտեմբերի 27-ին է, չէ՞։ Այդ ցավալի սարսուր պատերազմը որ սկսեց։ Երևի դրանով էլ շեշտը դնում է վախի մտնոլորտը ստեղծելու համար, բայց այնպես շատ կուր մարդիկ չեն հասկանում, էլի որ գնում են նրա հետևից ինչ որ նա չի կարող խաղաղություն բերել։ Բարի ծառը չի կարող չհարպատուղ տալ, նույնն էլ հակառակը։ Եթե նա ասում է պատերազմ է լինելու, թուրքը մեր դեմ կկռվի։ Ես իմ ասելիքը ասի ով ոնց թող կամ բռնի արտը։ Չէ, նա կիրականացնի էտի։ Հիմա ամսի 28-ին էլ այդ թնդանոթները որ դրել են բարերով էլի իրանց իգիդություն ձեզ, իգիդություն, յանի դրած է թնդանոթները, հենց ինքն է պատերազմանողը։ Ժողովրդի անուղագի երբով շանտաժ է զանում, իհարկե, եթե ես չի լինի, մի դինի պատերազմ, ոչ, ճիշտ չէ, միայն վարչի այդ Փաշինյանը, որ մեր իր օրոք 8-3 պատերազմ ունեցանք, եթե խաղաղություն պիտի ապահովես, դիմացինը քո քեզ մե պիտի վախենա, քեզ մե նեգատիվ պիտի դառնի, այսօր ոչ մեկը Հայաստանին նեգատիվ չի առնում, պատերազմի մեկ չունի արդեն Ադրբեջանը, ամեն ինչը ստանում է իդեալ կերպով, առանց ամուկ բարձրացնելու, առանց բռնի ուժերու։ Իհարկե, շանտաժանում, շանտաժի կեսն կարող է իրականություն անի, ինք իրանով, իր ասածը ամեն ինչը լինում է, ինչ ասես կտամ, ես շրջան, լրիվ տվեց, ինչը չի տվե, մնամա Երևանը տա, իր ասելով Երևանը Երևանը, Թուրքինն է, մերը չի։ Միանշանակ, բառից իսկական իմաստով շանտաժ է, այդ ինչպես եղավ, Փաշինյանը, ես ձեզ պարզ եմ ասում, հավատացեք, նա Էրդողանին և Ալիևին Ալլահի տված պարգևն է, Աստծո չէ, Ալլահի տված պարգևն է։ Ես ենթադրում եմ, որ ինքը պայմանավորվածություն ունի իր կիրթ եւ կառուցողական ընկերոջ հետ, որ ինքը եթե չլինի պատերազմ կլինի։ Ենթադրում եմ, սա ուղղակի ահաբեկչական ինչ-որ միջոց է, որպեսզի ժողովրդին ահաբեկի, կարծում եմ։ Չընտրվեմ սեպտեմբերին պատերազմ։ Էդի սուտ, չեմ հավատում, ես նման խոսքերի։ Ինքը ակնարկանում Ադրբեջանի, նայեք տեսեք, եթե մի բան այն չեղավ ստեղ, դուք սահմանում լարվածություն արեք։ Մի բան սարքեք, որ այս ընտրությունը կամ չեղարկեն, կամ պատերազմ լինի, կամ մի բան սարքեք, որ չլինի, ես մարդուց ամեն ինչ հավատում եմ։ Ամեն ինչ չի կարող այդպես բան լինի։ Համ շանտաժով է խոսում ժողովրդի հետ, համ վախացնելով է խոսում։ Հիմա չեմ ջոգում, ով իրան դեմ է արտահայտում, գա բռնի տանի փագի, այս որտեղ ասես բան գրած, բայց այս ընդդիմություն ո՞նն է կոչվում։ Բա որ դու եւա ղժղժում էիր, խոսում էիր, քեզի մեկը գալիս էր բռնում տանում էր, փագում էր։ Չէ, չէր գալի տանում։ Հիմա ընդդիմադիրներ մարդիկ ելում են, իրանց ընդդիմադիր կարծիքն են հայտնում։